Այսօր խոսելու ենք ովքեր են լավատեսները եւ բոլորին հետաքրքրող հարցը. արդյոք լավատես մարդիկ են երջանիկ, թե երջանիկ մարդիկ են լավատես։ Մինչ այդ բերեք միասին հասկանանք, երբ որ ասում ենք լավատես մարդ, ինչ ենք հասկանում։ Նախ եւ առաջ լավատեսությունը դա անձնային հատկություն է, որով մարդը ամբողջ աշխարհը դիտարկում է որպես կատարյալ։ Հավատում է բարու հաղթանակին ընդդեմ չարի, հավատում է արտարության հաղթանակը ընդդեմ անարտարության։ Մեր հոգեբաններից Լայբնիցը ասում է, որ լավատես մարդը ով է, ով որ դիտարկում է, որ բոլոր հնարավոր աշխարհներից այժմյան աշխարհը, որում մենք ապրում ենք, սա կատարյալն է, լավագույնն է։ Մեկ այլ մեր հեղինակներից Սելինգմանը նշում է, որ լավատեսությունը ինքը ոչ միայն անձնային հատկություն, այլ նաև մտածողության ոճ, եւ ինչ է դա տալիս մարդուն։ Տարբեր իրավիճակներ, որոնք լինում են բարդ, դժվարին, մարդը համարում է, որ սա ոչ կայուն մի շրջափուլ է եւ կանցնի, եւ փոխարենը կյանքում իրեն հանդիպած դրագանը, լավը, լավագույնը համարում է, որ այսա է, որ հենց կյանքն է։ Երբ որ հարց է առաջանում, լավատես մարդիկ են երջանիկ, թե երջանիկ մարդիկ են լավատես, կարծես պարադոքսալ է հնչում, բայց երբ որ հիմքն ենք գնում, հասկանում ենք, որ երջանիկ մարդիկ են լավատես, որովհետև իրենք կարողանում են նկատել բնության գեղեցկությունը, կարող են կյանքում գտնել այն դրագանը, լավագույնը, որ իրենց հանդիպել է, եւ որով դառնում են ինքնաբավ եւ երջանիկ։ Կա նաեւ մի հատ այսպես եւ գիտական եւ ոչ գիտական պնդում, որ լավատես մարդիկ ավելի երկար են ապրում։ Այստեղ այդ կախարդական փայտիկային չէ, որ մարդը լավատես է, դրա համար է երջանիկ, դրա համար է երկար ապրում, այլ հարցը այն է, որ լավատես մարդիկ ունեն հետաքրքիր ապրելակերպ, հետևում են իրենց առողջությանը, զբաղվում են ֆիզիկական ակտիվությամբ, ունենում են շատ լավ սոցիալական հարաբերություններ։ Իսկ մենք գիտենք, սոցիալական հարաբերությունները, առողջ ապրելակերպը երկարակեցության հիմքն են հանդիսանում։ Լավատես մարդիկ նաև իրականության մեջ հանդիպող դժվարություններին, երբ որ բախվում են, մտածում են, ինչ ելքեր գտնեմ։ Այսինքն այն մարդիկ, ովքեր իրատես են կամ ավելի վատ, հոռետես են, վատատես են, իրենք մնում են խնդրի մեջ, այդ դժվար իրավիճակ է, ստրեսային հորմոններն են ակտիվանում։ Լավատես մարդը ապրեց ստրեսը, գտնում է ելք, հետևաբար ստրեսը իր մոտ երկար չի տևում։ Սա ինչ է տալիս, զարգանում է իմունային համակարգը, ամուր է պահում սրտամկանային, իշեմիկ հիվանդություններից իրեն զերծ է պահում, եւ որն էլ հիմք է կալու այն եզրակացության, որ լավատես մարդիկ իրոք երկարակյաց են լինում։ Լավատեսությունը, քանի որ անձնային հատկանիշ է, շատ հաճախ հարց է առաջանում, լավատեսությունը լինելով անձնային հատկանիշ, ինքը ժառանգական է, իծնե է լինում, թե սոցիումի հետ հարաբերվելու արդյունքում ձեռք է բերվում։ Այստեղ պետք է նշենք, որ ցանկացած հատկանիշ ունի իր նախադրյալները։ Բնականաբար, իծնե մարդ ունի որոշակի նախադրյալներ, դա բոլորիս հայտնի խառնվածքն է, Մարդու դիմասկունությունը, շարժունակությունը, մարդկանց հետ շփվելու այսիր բուռը ցանկությունը գալիս է գենետիկորեն, բայց շատ նշանակություն ունի նաև սոցիումը, որտեղ ինքը ապրում է։ Առաջնային սոցիալական միջավայրը ընտանիքն է։ Երբ երեխան ծնվում է, ստանում է սեր, ուշադրություն, իր մոտ ձևավորվում է վստահության զգացմունք։ Երբ երեխան սկսում է ինչ-որ մի բան նախաձեռնել, ակտիվանում է, նախաձեռնում է, կոտրում է, որպեսզի հասկանա ինչ է, փորում է հողը, որպեսզի տեսնի մեջը ինչ է, եւ ծնողը դա խրախուսում է, երեխայի մոտ ձևավորվում է անկախություն, վստահություն, նախաձեռնություն։ Ինքը փորձում է, բացահայտում է, ծնողը աջակցում է, ունենում է հաջողություն։ Այսինքն երեխայի մոտ ձևավորվում են բազային կարևոր հատկանիշները, որոնք հիմք են դառնում, որ ինքը հասուն տարիքում լինի լավատես։ Իրեն շրջապատող մարդիկ, ովքեր հավատում են իրեն, սիրում են, ասում են, գիտես, քո մոտ ամեն ինչ լավ կլինի, դու կարող ես։ Այս սա էլ է լրացուցիչ իշխտան, որ ես լինեմ լավատես։ Իհարկե, գենետիկան ունի իր նշանակությունը, շատ կարևոր է սոցիումը, բայց ինքը միայն пассив չէ։ Գենետիկա եւ սոցիալական միջավայրի մեջ մարդ ինքն էլ է ակտիվ։ Գուցեև գենետիկ ես չունեմ այդ հատկանիշները, սոցիումը անընդհատ ասում է, քո մոտ չի ստացվի եւ այլն, բայց ես ակտիվ գործող մարդ եմ եւ ես ինքս կարող եմ գիտակցաբար դառնալ լավատես։ Ինչպես հավատամ իմ ուժերին, վստահ լինեմ, որ մեկ քայլ եւ ինձ մոտ կստացվի։ Այսպիսով, եթե մենք ամփոփենք, լավատեսությունը անձնային հատկանիշ է, որն ունի բնածին նախադրյալ, հատկանիշ է, որը ձևավորվում է միջանձնային հարաբերությունների սոցիումի արդյունքում, եւ լավատեսությունը, երբ որ խոսում ենք գիտակցված լավատեսության մասին, սա իմն է, իմ ակտիվությունն է, թե ես իշքանով եմ ուզում դառնալ այս մտածողության ոճի տերը։ Շատ հաճախ, երբ որ ասում ենք տվյալ անձը լավատես է, ունի լավատեսության իր անձնային հատկանիշը, մտածողության ոճն էլ է լավատեսական, թվում է, թե ինքը երբեք իրական կյանքում չի բախվում խնդիրների կամ այդ խնդիրները փչացնում է։ Իրականում այդպես չէ։
Լավատես մարդը եւս ունենում է կյանքում հիասթափություններ, ունենում է կորուստներ, դժվարություններ, բայց թե ինչպիսի արձագանք է տալիս, այս սրանով է ինքը տարբերվում վատատեսից եւ իրատեսից, հա։ Աշխատանքից զրկվել եմ։ Հոռետեսը կհամարի աշխարհի վերջն է։ Գնա միտեղ, բաց սովորությամբ հաղթարի իր ցավը։ Լավատեսը մտածում է. այո, ես աշխատանքից զրկվել եմ, բայց այլ հնարավորություններ էլ ես ունեմ, չէ՞։ Եկեք նայենք, ինչ կարող եմ հիմա անել, որպեսզի գտնեմ իմ մյուս աշխատանքը։ Լավատեսությունը տարբերվում է իրատեսից եւ հոռետեսից իր մտածողության ոճով։ Առավոտյան շատ վատ օր եմ ունեցել, հա, վատատեսը կմտածի, որ վերջ ամբողջ օրս փչացել է, իրատեսը կմտածի, որ այս պահին իմ օրը շատ վատն է, լավատեսը մտածում է, հա, լավ, առավոտը վատն է, ինչ անեմ, որ դիմացը ունեմ դեռ ժամանակ, որ օրս լավ լինի։ Ինքը արագ անցնում է գործի։ Կարող է իր սիրելի սուրճը խմել, թեյը խմել, զանգահարել իր մտերիմներից մեկին զրուցել, որպեսզի ստանա այդ սոցիալական կապը։ Կարող է լսել իր սիրելի երաժշտությունը, տրամադրությունը փոխփոխելու համար եւ ամենակարևորը, որ լավատեսն անում է քայլ, հա։ Այո, առավոտս փչացավ, բայց ամբողջ օրս արժևում է։ Գնում եմ մնացած օրը նվաճելու համար եւ ինքը անում է այնպիսի մի փոքրիկ քայլ, որ իր օրը կտրուկ դառնում է շրջադարձային եւ դառնում է ավելի լավը։ Նկատում է իր շուրջը եղածներին, հա։ Ցիտիկների ծլվլոցը, գեղեցիկ եղանակը։ Այ մեզ լսողներին խորհուրդ կտամ, երբ որ օրը սկսվում է վատ ու իրենք չգիտեն ինչպես անեն, որ լավ լինեն, ամենամեծ օգնող շնչառական մեթոդներն են գալիս, որը ամենատարածվածն է՝ եռանկյուն շրջառություն, քառակուսի, անունները բազմազան են, մոտիվը նույնն է։ Քթով ներշունչ, բերանով արտաշունչ, մի քանի անգամ, որպեսզի մարմինը նախ թուլանա։ Երկրորդը ակտիվացնել մեր զգայարանները։ Ինչ եմ տեսնում հիմա։ Ինչ եմ լսում։ Ինչ կա իմ ձեռքի տակ, որ ես կարող եմ շոշափել։ Ինչ զգացողություն ունեմ։ Այ քթումս ինչ հոտ եմ զգում, բերանումս ինչ ամ, սա ինչ է տալիս։ Կենտրոնանալ այստեղ եւ հիմա։ Որպեսզի մի փոքր էլ դրական էմոցիաներ առաջանա, միշտ ասում ենք, այ ինչ կուզենայիր դու հիմա տեսնել։ Այ ինչ կուզենայիր լսել։ Ինչ բույր կուզեիր հենց հիմա զգայր։ Այ ինչ խոսք կուզենաս քեզ հիմա ասել, որը քեզ կողևորի։ Մի փոքր մթնոլորտը փոխվում է եւ մարդը հանգստանալուց հետո հասկանում է, որ այո, շատ բարդ օրվա սկիզբ է, բայց օրը արժևում է։ Այ այսպես է անում լավատեսը։ Մարդը իր կենսագործունեության ընթացքում այնպես է ստացվել, որ ավելի կենտրոնացել է վատ երևույթներին եւ այն ավելի տպավորվել է։ Եթե հետ գնանք, թե ինչու է ուղեղը հիշում վատը, վտանգավորը, պետք է պատմական հետ գնանք դեպի նախնադար եւ կա ֆիլոգենետիկ հիշողություն։ Երբ որ մարդը դերևս ապրել է քարանձավային պայմաններում, իր համար շատ կարևոր է եղել հիշել, որտեղից է եկել վտանգը, որտեղ է եղել հա կիշադիշ կենտանիները, որտեղ են եղել այն թունավոր բույսերը, որ ինքը համ է տեսել եւ վատ է զգացել։ Իհարկե առօրյա մեր կյանքում 21-րդ դարում մենք չենք փախվում նման մարդահրավերների առաջ, բայց այս դեպքում էլ հիշում ենք բացասականը, հա, ովքեր մեզ նեղացրեցին, ովքեր մեզ վիրավորեցին, ինչ տհաճ փորձառություն ունեցանք։ Սա ուղեղը անում է, որպեսզի հետագայում, երբ որ նման իրավիճակի մեջ լինենք, մենք պատրաստ լինենք։ Որպես այդպեսին ինքը պաշտպանիչ ֆունկցիա է կատարում, մեզ պաշտպանում է հնարավոր վտանգներից։ Բայց այս դեպքում մարդը էլի пассив չէ։ Ինքը կարող է բալանսավորել, այսինքն ցուցաբերի գիտակցված լավատեսություն։ Ինչ է իրենից ենթադրում։ Տեսնել կյանքի լավագույն կողմերը, հա, գնահատել իր շրջապատը, գնահատել իր ձեռքբերումները։ Մի այսպիսի առարկա, ասում է, երկու ընկերներ գնում են անապատով, մեկը մյուսին մի լավ բան է անում, գրում է քարի վրա։ Երբ որ վատ բան է անում, գրում է ավազի վրա ու հարցնում է, երբ որ քեզ լավ բան արեցի, ինչու գրեցիր քարի վրա, վատ բանը ավազի, հա։ Ասում է, որովհետև ավազը կչնջվի, կգնա, իսկ քարը կմնա։ Այսինքն մենք կարող ենք դառնալ այն մարդը, ով որ կգրի, լավ կողմը կնկատի եւ կնշի քարի վրա։ Ով է մեզ դա խանգարում? Ոչ մեկ։ Լավատես մարդը հենց այդպես էլ ապրում է։ Ինքը գնահատում է հարաբերությունների մեջ լավագույնը, գնահատում է կյանքի տված լավագույն հնարավորությունները եւ կարողանում է բալանսավորել իր կյանքը, տեսնելով եւ վատը որպես պաշտպանիչ մեխանիզմ, տեսնելով նաեւ լավը, որը մոտիվ է իրեն առաջ շարժվելու։ Լավատես մարդը, ինչպես իրատեսը, այնպես էլ հոռետեսը, ունենում են կյանքի տարբեր վայրեվերումներ, ցախողումներ, կորուստներ։ Եվ ինչպես է ելք գտնում, այս է իր տարբերությունը։ Լավատես մարդը եւս ունենում է ցավի զգացումը, տխրությունը։ Ունենում է հա որոշակի հատված, որտեղ ներփակ է լինում, բայց ինքը ունի նաև հնարավորություն վերականգնվելու։ Ապրում է իր բացասական հույզերը, ապրում է իր կորուստները, հիասթափությունները, այնուհետև գտնում է իր ներքին ռեսուրսները վերականգնվելու։ Այո, ես կորցրել եմ,
Ես ունեմ շատ թանկ կորուստ մարդկային տեսքով, բայց դեռ ապրում են այնպիսի մարդիկ, ովքեր հենց հիմա ինձ համար արժեք են ներկայացնում։ Ես պետք է վերականգնվեմ հանուն իրենց։ Այո, ես մեծ հիասթափություն ունեցի, ամբողջ իմ կյանքը նվիրել է ինչ-որ մի ոլորտի, ցախողվեցի, բայց ես դեռ ունեմ նպատակներ, ես դեռ ունեմ առաջ գնալու հնարավորություններ, ես պետք է վերականգնվեմ։ Եթե մենք համեմատենք լավատես մարդուն եւ առօրյա կյանքի դժվարությունները, ինքը ապրում է այդ ամենը, իրատեսորեն գնահատում է, պարզապես ունի հոգեբանական ռեսուրսներ, որոնք իրեն թույլ են տալիս, որպեսզի ինքը կարողանա վերականգնվել։ Ինքը նայում է իրադարձության այնպես, ինչպես կա, պարզապես հավատում է, որ այս իրավիճակը կարող է շտկել, այս իրավիճակից կարող է ելքեր գտնել։ Իր մոտ դոմինանտը դառնում է հույսն ու հավատը, որ տվյալ իրավիճակից ինքը կարող է ելքեր գտնել։ Այ ամենասկզբում նշեցինք, լավատեսը ով է։ Կյանքը դիտում է իդեալական, լավագույնն է համարում երկիր մոլորակը, որ մարդը կարող էր ապրել։ Հավատում է բարու հաղթանակին, հետևաբար ինքը ունենալով բարոյական այդ արժեքները, նորմերը իր մեջ, երբեք չի կանգ առնում, հաշվի առնելով, որ այնինչ եղավ փորձություն, ինքը կարող է մի բա ապրել, իր մեջ գտնել ուժը եւ շարունակել այն հաղթահարել, ունենալով հիմքում իր հույսն ու լավատեսությունը։ Բախվելով դժվար իրավիճակի մեջ, մարդը հանում է իր ներքին հոգեբանական ռեսուրսները, կարողանում է ապրել ցավը, կարողանում է հաղթահարել իր վիշտը, ընդունել, ապրել եւ հաղթահարել, եւ կարողանում է վերագտնել իրեն, կառուցելով իր կյանքը։ Լավատեսի համար ի՞նչն է կարևորը։ Մարդկային հարաբերությունները։ Լավատեսի համար կարևոր են վեր արժեքները, բարին, արտարը, գեղեցիկը։ Մարդը կարողանում է ներքին իր ռեսուրսները վեր հանել, կապեր հաստատել այն մարդկանց հետ, ովքեր իր համար ներկա պահին թանկ են, արժեքավոր են, եւ շնորհիվ այդ հոգեբանական ներքին իր ռեսուրսի կատարել քայլ առաջ շարժվել, հաղթահարելով իր փորձությունները, կորուստներն ու հիասթափությունները։ Շատ հաճախ, երբ որ ասում ենք մարդը ունի լավատեսական մտածողական ոճ կամ լավատես անձնային հատկություն, թվում է, թե ինքը աշխարհին նայում է բարդագույն աչքերով։ Թվում է ամեն ինչ լավ է լինելու, իդեալական է լինելու, սա այդպես չէ։ Լավատեսությունը դա իրատեսությունն է։ Ինքը տեսնում է աշխարհը ինչպիսին կա, պարզապես ունի հույս, հավատ, ներքին պոտենցիալ, որ կարող է հաջողության հասնել։ Բայց ցանկացած երևույթի չափազանցությունը արդեն պաթոլոգիա է, երբ որ ինքը չափազանց լավատես է, արդեն բարդագույն ակնոցներն է կրում, չի նկատում վտանգները։ Ստացվում է այնպես, որ թող լինի, հաստատ լավը կլինի, բայց դրա համար պատասխանատվություն չի կրում։ Չափազանց լավատեսի եւ լավատեսի տարբերությունը կայանում է նրանում, որ լավատեսը գործելուց առաջ նախ SWOT անալիզ է անում, տվյալ իրավիճակում ո՞րն է իմ ուժեղ կողմերը, որոնք են իմ թույլ կողմերը, ինչ հնարավորություններ ունեմ ես եւ ինչ վտանգներ ունեմ։ Հաշվի առնում սա, այնուհետև նոր գործում է։ Չափազանց լավատեսը դա չի վերլուծում։ Ինքը գիտի, որ ամեն ինչ լավ կլինի, չէ՞ որ այս աշխարհում բարին է հաղթում, չէ՞ որ ամեն ինչ լավ է եղել մինչև այս պահը։ Այն մեր ասած վացկով ծովը ծնկներից է, եւ ինքը չի կորցում ոչ թե իրատեսորեն, այլ ուղղակի խաղապարն է, եւ շատ հաճախ հենց այս մարդիկ ցախողվում են, քանի որ չեն հաշվի առել իրատեսական վտանգներն ու սպառնալիքները։ Եթե մենք հաշվի առնենք, որն է սահմանը լավատեսության եւ չափազանցված լավատեսության, դա իրատեսությունն է, այսինքն իրականության հետ կապի կորուստը։ Եթե մենք կորցնում ենք, դառնում ենք չափազանց լավատես, բայց երբ որ զգում ենք իրականությունը, զգում ենք իր դժվարությունները, բայց մոտենում ենք գիտակցաբար, սա իրատեսություն, բայց նաև զուգահեռ լավատեսությունն է։ Ով է լավատես անձնավորությունը, ով գնահատում է իրականությունը այնպես կա, լավ է տրամադրված, ունի համապատասխան գիտելիքներ եւ նաև մոտիվացված է, ով պարզապես գործում է։ Չափազանց լավատեսը ունի լավատեսական մտքեր, գուցե չունի համապատասխան գիտելիք եւ օբյեկտիվորեն չի գնահատել իրականությունը։ Չափազանց լավատեսի եւ լավատեսի միջև կա իրատեսության այդ սահմանը, իրականության հետ կապը չափազանց լավատեսի դեպքում խախտված է, կտրված է, լավատեսը կապված է իրականության հետ, ինքը ռեալ գնահատում է, թե ինչ հնարավորություններ, պոտենցիալ վտանգներ եւ սպառնալիքներ կա տվյալ պահին։ Լավատեսությունը կարևորագույն այն հատկանիշներից մեկն է, որը օգնում է ինչպես աշխատավայրում, ինչպես հարաբերություններ կառուցելիս, ինչպես հաջողություն գրանցել։ Լավատես անձնավորության ձեռքբերումներից մեկն այն է, որ ինքը կարողանում է հեշտությամբ սոցիալականացվել, հարաբերությունների մեջ մտնել մարդկանց հետ եւ գնահատում է այդ ընկերությունը։ Երկարակեցության հիմքն էլ էր դա, երբ որ ինքը ունի առողջ լավ սոցիալական կապեր։ Բնականաբար, ինչպես մյուս մարդկանց մոտ, այնպես էլ լավատես մարդկանց մոտ է լինում հարաբերության ճգնաժամ։ Եթե վատատեսը ավարտում է հարաբերությունները, լավատես մարդը շանս է տալիս դիմացինին, ասում է. «Գիտես, մեր հարաբերություններում նկատում եմ որոշակի փոփոխություն է եղել։ Արի միասին հասկանանք, թե որն է մեր բաց թողումը եւ միասին օգնելով պահպանենք մեր ընկերությունը»։
Այս դեպքում հարաբերություններն ամրանում են։ Ինչու ոչ մեկ չի ուզում լավատես ընկերոջը կորցնել։ Իրենք նկատում են դիմացինի առավելությունները, կարողանում են դրական արձագանք տալ, կարողանում են ճիշտ ժամանակին օգնել, միաժամանակ նաև օգնություն ցույց տալ, նաև օգնություն խնդրել։ Լավատեսի կողքին մարդ իրեն արժևորված է զգում, որովհետև ինքը գնահատում է իրեն, պատրաստ է միշտ աջակցել, նաև քեզանից օգնություն խնդրել։ Լավատեսին տանենք աշխատավայր, բարդ գրաֆիկ, որից լավատեսը ոչ թե խուսափում է, այլ հաճույք է ստանում։ Սա մարդահրավեր է, որը ինքը կարողանում է։ Ունեմ խնդիր, ունեմ նաև լուծման եղանակ։ Լավատեսը տքնաջան աշխատող է աշխատավայրում, փորձում է բարդ իրավիճակները պարզեցնել, փորձում է փոփոխվող պայմաններին գտնել լավագույն լուծում։ Բնականաբար, այստեղ լավատեսությունն աշխատանքը իրար հետ միահյուսվում եւ շատ լավ արդյունք է ստանում։ Եթե պահպանում եմ աշխատանքային վայրում իմ բարձր մակարդակը, հարաբերություններս գործընկերներիս հետ լավ են, անձնային շփումները լավ է, բնականաբար գալիս է նաև իմ մոտ հաջողությունը։ Լավատեսության հիմքում ընկած է հաջողություն, հաջողության հիմքում ընկած է լավատեսություն։ Ինչու՞։ Հաջողակ են այն մարդիկ, ովքեր քոնե այդ մի փուջուր քայլը ճակատագրական պահին արել են։ Երբ որ ասում ենք Թոմաս Էդիսոն ու ասում ենք լամպերի հեղինակ, երբ որ գնում ենք անցյալ, ինքը չի սովորել դպրոցում, քանի որ ունեցել է որոշակի առանձնահատկություններ, եւ իր լամպը երբ է ստեղծել 1000-րդ փորձի ժամանակ։ Եվ մեկ հարցազրույցների ժամանակ ասում են՝ դուք չեք հոգնել ամեն անգամ անելուց, ասել է ոչ, ես պարզապես գտել եմ 1000 պատճառ, թե ինչպես չի ստեղծվում լամպը։ Այսինքն հաջողակ են այն մարդիկ, ովքեր հավատում են, որ այս մի փոքր քայլով ես կարող եմ հաջողության գրանցել։ Ի վերջո մենք միշտ ունենք երկու ճանապարհ՝ դժվար իրավիճակին անել մի քայլ եւս մեկ անգամ փորձել, թե այլևս չանել։ Եթե չեմ անում, ինձ դատապարտում եմ ցախողության։ Եթե անում եմ, ես մեկ քայլ առաջ եմ գնում, գուցե կստացվի։ Եթե ոչ, եւս մեկ անգամ կանեմ։ Լավատեսը հենց այդ մարդն է, այնքան քայլ է անում, մինչև հասնում է հաջողության։ Հետևաբար հաջողության հիմքում կարելի է նշել, որ այո, անձի լավատեսական որակներն են։ 21-րդ տարում, երբ որ հարաբերությունները կարծես հետին պլան են մղվում, գաճետները եկան իբր մեզ վիավորելու, որպեսզի անընդհատ կոնտակտի մեջ լինենք, բայց կարծես հեռացրեց։ Եվ 21-րդ տարի այս գաճետային կախվածության մեջ շատ յուրահատուկ մի նվեր է, մարդկային նվեր է, եթե մեր շրջապատում ունենք լավատես անձնավորություն։ Ինչու է ինքը քանց մեզ համար, ինչու է նվեր։ Մարդ, ով որ մշտապես մեր կողքին է, մարդ, ով որ մեզ արժևորում է, մարդ, երբ որ կարող է նկատել մեր անկամ դրական փոփոխությունը եւ նույնմիջապես ամրագրել, մարդ, ով որ կարող է անկեղծ հետաքրքրվել մեր հաջողություններով, ոգևորել մեզ, մոտիվացնել, հավատա մեր ուժերին, որ քո մոտ է կստացվի, արա այդ քայլը։ Եվ միաժամանակ մարդ, ով որ պատրաստ է նաեւ ինձանից օգնություն խնդրել, մարդ, ով որ տալիս է եւ ստանում, եւ այսպիսի մարդ ունենալը թե աշխատավայրում, թե ընկերական շրջապատում եւ թե տանը անգին գանձ է։ Երբ որ նշում ենք լավատեսությունը հաջողության հիմքն է, նաեւ լավատեսության մեջ կա որոշակի տոկոսներ ինքնավստահության։ Իրենք շատ միմյանց հետ փոխկապված են։ Ովքեր են ինքնավստահ, այն մարդիկ, ովքեր վստահ են իրենց վարքում, իրենց ունեցած գիտելիքների վրա եւ կարծում են, որ կհասնեն հաջողության։ Ովքեր են լավատես մարդիկ, ովքեր իրենց կարողությունների վրա վստահ են եւ ունեն մտապատկեր, որ ապագայում ամեն ինչ լավ կլինի։ Եթե տարբերությունները նայենք, լավատեսը ապագայի դրական սպասումն է, ինքնավստահությունը ներկա պահին ունեցած իր դրական հմտությունները, գիտելիքները, այն ամենը, որը իրեն տալիս է ներկա պահին ինքնավստահություն։ Բայց լինում են դեպքեր, երբ որ այս երկու հասկացությունները միմյանց հետ չեն խաչվում։ Մարդը կարող է շատ ինքնավստահ լինել, բայց չմտածի, որ իր հաջողությամբ կարող է պսակվել, ես ինքնավստահ եմ, գիտեմ, որ սա կարող եմ, բայց ինչ որտեղ լավատեսական չեմ տրամադրված, գուցե ցախող եմ։ Լինում է, որ շատ լավատեսական է տրամադրված, բայց դեռ գիտելիքներն ու հմտությունները իրեն թույլ չեն տալիս վստահ քայլել, ունենում ենք լավատես մարդ, բայց անվստահ վարք։ Սա եւս լինում է, բայց հաջողությունը պսակվում է բոլոր դեպքերում էլ, Երբ որ լավատեսությամբ ես քայլ անում եմ ու հաջողում եմ, մի քայլ ինքնավստահության մակարդակս բարձրանում է։ Երբ որ ինքնավստահ քայլը անում եմ եւ լավատեսական տրամադրվածությամբ հաջողում եմ, սա եւս ազդակ է, որ տես դու կարող ես։ Շատ կարեւոր է, թեկուս երկչոտ, թեկուս չունենալով դրական ապագայի սպասումը դու քայլ արեցիր եւ ստացվեց քեզ մոտ։ Այստեղ ձևավորվում է գիտակցված լավատեսություն։ Չվախենալ փոքրիկ քայլը անելուց։ Հետևաբար, եթե ասենք ինքնավստահ մարդն է լավատես, թե լավատես մարդն է ինքնավստահ, կունենանք նույն հարցը։ Երջանիկ մարդիկ են լավատես, թե լավատես մարդիկ են երջանիկ։ Երկուսն էլ նպաստում են փոխադարձ կայացմանը, բայց շատ կարևոր է, որպեսզի գիտակցված լավատեսությամբ ինքնավստահ կարողանանք կատարել քայլը, որը վստահաբար պսակվում է միշտ հաջողությամբ։ Լինում են պահեր եւ կան կարծես մարդիկ, ում կյանքը շարունակապար անհաջողություններ են, կարծես մշտապես սև գծի վրա են։
Այս դեպքում ասել, որ մարդու մոտ կա գիտակցված լավատեսություն շատ բարդ է հասնում։ Ավելի շատ հակառակ երևույթն է լինում, սովորած անօգնականություն, երբ որ մարդը փորձում է, ցախողում է, երբ տեսնում է միջավայրում մարդիկ, ովքեր նույն process-ի մեջ են, բայց հաջողության չեն հասնում։ Կարծես մարդու մոտ առաջանում է մի զգացում, որ ես այլևս չեմ ուզում փորձել, որովհետև ամեն մի փորձ ցախողում է, հիասթափություն է, վնաս է իմ եսին։ Բայց լավատես մարդը, ով ունի մտածողության այս ոճը, մի պահ կանգ է առնում եւ կանգնում է երկընթրակի ճանապարհին։ Անեմ եւս մեկ անգամ, թե չանեմ։ Լավատես մարդը երկընթրակի արդյունքում միշտ որոշում է կատարել փոքրիկ քայլը։ Թեկուզ դժվարությամբ, բայց կատարում է այդ քայլը, այդ փոքրիկ քայլը։ Ինչ կտա ինձ, եթե եւս մեկ անգամ փորձեմ։ Հավաքում է իր ուժերը, հավաքում է իր ռեսուրսները եւ այդ փոքր քայլը կատարում է։ Կհաջողի, թե չի հաջողի, հարցի մյուս կողմն է, բայց ինքը դուրս է գալիս այդ անօգնական վիճակից, հասկանում է, որ տվյալ իրավիճակում ես դեռ կարող եմ ինչ-որ մի բան փոխել։ Այդ կարող եմ շատ կարևոր է։ Այստեղ շատ կարևոր է նաև, թե մենք ինչ արդահայտություններ եւ բառեր ենք օգտագործում։ Շատ հաճախ, երբ որ անձին հարցնում ենք, սա կարող ես անել, ինքը ասում է չեմ կարող։ Գիտակցված լավատես մարդը մի հատ գեղեցիկ բառ է ավելացնում. ես դեռ չեմ կարող։ Ճիշտ է, այս պահին ես փորձեցի, չստացվեց, բայց այս պահին չստացվեց։ Ես դեռ այդ հմտությունը չունեմ, դեռ, բայց ես կարող եմ սովորել։ Եվ այդ անօգնական վիճակից, տհաճ միջավայրից, կյանքի սև փուլից հաղթահարում է գիտակցված լավատեսը, ով ասում է. ես դեռ պատրաստ չեմ, բայց ես կարող եմ։ Երբ ներքին համոզմունքը գալիս է, որ միշտ չէ, որ ամեն ինչ պետք է լինի իդեալական, միշտ չէ, որ ամեն ինչի պատասխանը ես ունեմ, բայց ես կարող եմ փոքր քայլով դրական մի փոփոխություն բերել, այստեղ վատ շրջանից ինքը փոխվում է դեպի դրական սպիտակ լույսի ներքո իր կյանքը շարունակում։ Գիտակցված լավատես մարդիկ ովքեր են, ովքեր տեսնում են աշխարհը գեղեցիկ, կատարյալ։ Այս դեպքում շատ կարևոր է ճանաչել աշխարհի գեղեցկությունը։ Հաճույք ստանալ արևոտ եղանակից, տեսնել բնության գեղեցկությունը, մի պահ կանգ առնել, լսել օրինակ թռչունների թայլայլը։ Ինչ է տալիս սա մարդուն, լիցքաթափում, նաև գեղեցիկը նկատել։ Երկրորդը, երբ որ մարդը անընդհատ կանգ է առնում բացասական երևույթների մեջ, բացասական իրադարձություններն է հիշում, կյանքից դուրս է հանում դրականը։ Միշտ խորհուրդ ենք տալիս, նկատեք դրականը։ Օրվա ընթացքում, երբ որ ամփոփում ես օրը, դու ունեցել ես հաստատ գեղեցիկ պահեր։ Ունեցել ես մի պատճառ, որի համար կարելի է բարձրյալին ասել շնորհակալ եմ Տեր Աստված այսինչ բանի համար։ Այ օրվա վերջ, երբ որ գլուխդ կտնես բարձին, մի հատ ասա, ինչի համար ես շնորհակալ։ Ոչ թե որ պարզապես ապրում եմ, այլ իրապես դու ինչ ունեցար այդ օրը։ Մյուս ամենակարևոր հատկանիշներից մեկն է պահպանել մարդկային հարաբերությունները։ Գիտակցված լավատեսի համար սոցիալական հարաբերությունները թիրախային են, կենտրոնում են։ Գտնել այն մարդկանց, ում հետ քեզ հաճելի է, այն մարդկանց, ովքեր քեզ դրական լիցքեր են տալիս, ում հետ պարզապես կարելի է նաև նստել լռել, բայց լիքը դրական էմոցիաներ ստանալ։ Զբաղվել այնպիսի բաներով, որոնք քեզ երջանկացնում են։ Եվ ցանկացած իրավիճակում մտածել, որ կա լավատեսություն, կա հավատ, կա հույս, եւ դու ունես բոլոր այն պոտենցիալները, որ տվյալ իրավիճակում կարող ես հաղթահարել։ Լավատեսություն չենք ասում, մերժել իրականությունը։ Լավատեսություն ասում ենք, նկատի կյանքի դժվարությունները, նաև գտի ելքերը, թե տվյալ իրավիճակում ինչպես կարող ես ելքեր գտնել։ Իսկ առօրյա կենցաղում ամենօրյա ամենակարևորն է տեսնել մեր շուրջ գեղեցկությունը, տեսնել մեր շրջապատի մարդկանց, ովքեր ամեն օր լցնում են մեր կյանքը դրականով, ուժ են տալիս, էներգիա են տալիս, կենտրոնանալ դրականի վրա եւ գոնե գտնել մեկ պատճառ, ինչի համար կարելի է երախտապարտ լինել։ Քանի որ լավատեսությունը համարում են կազմային հատկանիշ եւ մտածողության ոճ, հիմնականում լավատես մարդիկ չեն մնում բացասական երևույթների մեջ, չեն մնում ստրեսի մեջ, որպեսզի իրենց մոտ առաջանա նեգատիվ մտքեր։ Իրենք ապրում են ցավը, վիշտը, կորուստը եւ գտնում են ելքեր։ Տվյալ իրավիճակում ավելի վատատես, հոռետես է դառնում այն մարդը, ով որ չի կարողանում վիշտը, մարտահրավերը տանել, ապրել եւ հաղթահարել։ Այս դեպքում ինքը խաչ է քաշում ամեն ինչի մեջ եւ ասում է ես չեմ կարող, ես պարզապես չեմ ուզում շարունակել։ Շարունակում է մնալ վշտի փուլում։ Իսկ լավատես մարդը այդպեսին չէ։ Լավատես մարդը իր մտածողության ոճն է այդպեսին։ Ապրում է ցավը, ապրում է կորուստը, ապրում է վիշտը եւ թիրախային բանալի բառն է, վերականգնվում է։ Վերականգնվելուց հետո ինքը շարունակում է կյանքը, գտնելով նոր հարազատ մարդիկ, կյանքում կարևոր մարդիկ, կարևոր արժեքներ եւ շարունակում է կյանքը կառուցել այնպես,
այն ինչպես ինքը հավատում է, բարին հաղթում է չարին, եւ որ այս աշխարհը ամենալավն է, որ կարող էր մարդը ապրել։ Հետևաբար լավատես մարդը չի դառնա հորետես, չի հասնի այն աստիճան, որ հիասթափվի եւ որևէ մի քայլ չձեռնարկի։ Լավատես մարդը շարունակում է հավատարիմ մնալ իր արժեքներին եւ կորցում է վերականգնման ռեսուրսի շնորհիվ։ Քանի որ ապագան պատկանում է մեր բուժուլիկներին, փոքրիկներին, մի քանի խորհուրդ մեր ծնողներին։ Մեր երեխաներին ծնված օրվանից տանք անսահման սեր։ Ինչ է տալիս դա երեխային, վստահության զգացում։ Երբ որ երեխան ուզում է ինչ-որ մի բան փորձել, փորփրել, ուսումնասիրել, թույլ տանք, ինչ է տալիս երեխային, հետաքրքրասիրություն, նաև անկախություն։ Երբ երեխան ասում է ես ինքս դա կանեմ, քերխնամք չցուցաբերենք երեխային, թույլ տանք ինքնուրույն լինել, սա դարձնում է իրեն նախաձեռնող։ Երեխան ազատ է, անկախ է, փորձում է, կարող է, արդեն ունենում է ինքնավստահ վարք, որը հասուն տարիքում ավելի զարգանում է եւ դառնում է անznային հատկանիշ եւ դառնում է մտածողության ոճ, այնպես որ մեր ապագան պատկանում է այսօրվա մեր ծնողների ձեռքում, թե ինչ մեթոդ կկիրառեն, կտան քերխնամք, թե թույլ կտան մեր երեխաներին զարգացնելու գիտակցված լավատեսություն։ Եթե մեր հանդիպումը այսօրվա ամփոփենք, կուզենայի Սելիգմանի ոճով ամփոփեինք։ Լավատես մարդ ինչ է նշանակում։ Տեսնել իրականությունը, տեսնել կյանքի դժվարությունները, բայց նաև գիտակցել հնարավորությունները, տեսնել իրականության մեջ հնարավորությունները, որը տալիս է աշխարհը մեզ, գտնել այն մարդկանց, ովքեր մեզ շրջապատում են, ուժ են տալիս, եռանդ են տալիս, եւ գտնել այն 3 պատճառները, որի համար կարող ենք շնորհակալ լինել, այն պատճառները, որոնք ստիպում են մեզ ժպտալ, ապրել եւ պարզապես առաջ շարժվել։